նեյրոնային ցանցերի գործարկմանը զուգընթաց արդեն գիտությունը շատ առաջ է գնացել, այստեղ ոչ միայն շտեմարաններ են, այլ շտեմարանների նաև վերլուծությունն է։ Թե հաշվենք, որ սարերի հետևում չէ այն օրը, որ արհեստական բանականությունը մեզ համար հոդվածներ կգրի, այսինքն մոտենում ենք այդ օրվան։ Եթե լիներ, ասենք, եթե ես հիմա ժամանակի մեքենա նստեմ ու գնամ 10 տարի հետո, 100 երևի շատ աստի, 10 տարի հետո, ամենայն հավանականությամբ այն գործը, որ ես կես տարում եմ անում, հնարավոր կլինի անել մի քանի օրում։ Մի հարցումով, էլի, մի քանի հարցում, այո։ Բարև ձեզ, այսօր Մակուշ պատմության հյուրն է բանասիրական գիտությունների թեկնածու Անի Շահնազարյանը, ով Մաշտոցյան մատենադարանի ավագ գիտաշխատող է եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս։ Անի հետ մենք խոսել ենք այն, ինչ որ կոչվում է Digital Humanities, կամ հայերեն թարգմանաբար մենք դա տառադարձում ենք որպես թվային հումանիտար գիտություններ, դա մի նոր ճյուղ է հումանիտար գիտությունների մեջ, որը զբաղվում է տեքստերի շտեմարանների ստեղծմամբ, տեքստերի օգտագործմանը կամ տեքստերի հետ աշխատանքին կիրառելով նորագույն տեխնոլոգիաները եւ շատ հետաքրքիր մի ոլորտ է, որը թույլ կտա մեզ ճիշտ աշխատանքի դեպքում տասնապատկիկ, եթե ոչ ավելացնել մեր արդյունավետությունը որպես գիտնականներ, հետազոտությունների որակը եւ արագությունը, կարելի է ասել, հետազոտություն իրականացնելու։ Մենք Անի հետ խոսել ենք այն մասին, թե ինչ գործիքներ է այսօր օգտագործում թվային հումանիտար գիտություններ գիտաճյուղը, ինչ զարգացում է այն ապրում, ինչպես է ազդել եւ ազդում արհեստական բանականությունը այս ոլորտի զարգացման վրա եւ նաեւ փորձել ենք այսպես մի քիչ քննարկել մեր հասարակագիտության կամ հայագիտության առջև ծառացած խնդիրները։ Շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել, ես համոզված եմ, որ շատերիդ մոտ առաջին անգամ, այս գիտելիքը առաջին անգամ դուք բախվեք այս գիտելիքի հետ եւ նաեւ կուզենայի ուշադրությունը հրավիրել մեր պատգամարմինների գիտությամբ պատասխանատուներին, որ այս ոլորտը շատ կարևոր է, եկեք զարգացնենք այն, որ հեշտական անգամ հետ չմնանք համաշխարհային զարգացումներից եւ նորից չհայտնվենք հետապնդողների, հետևից վազողների դերում։ Շնորհակալություն, որ մեզ դիտում եք, սիրեք պատմություն եւ կաշտացեք պատմությունը։ Անի ջան, ողջույն։ Ողջույն, Սուրեն ջան։ Շատ ուրախ եմ այսօր քեզ հյուրընկալելու, որտեվ այս թեմայի մասին վաղուց էի մտածում, ճիշտն ասած, որտեվ ինքը մի տեսակ այսպես նոր է մեր գիտական դաշտում, իսկ հասարակության համար ինձ թվում է այսպես լայն շրջանակների մոտ, ինձ թվում է շատ ավելի քիչ տեղեկություն ունեն սրանից, դրա համար այսօր խնդրեմ հնարավորինչափ մատչելի եւ այսպես ժողովրդական լեզվով փորձենք հասկանանք ինչ ասել է թվային հումանիտար գիտություններ։ Հենց առաջի հարցը հենց դա այդպես էլ սկսենք, էլի, ինչ է ընդհանրապես, ինչով է զբաղվում եւ ինչով է ինքը տարբերվում այլ հումանիտար գիտություններից։ Եթե կարճ սահմանենք, պարզ մատչելի լեզվով սահմանենք, թվային հումանիտար գիտությունները միջգիտակարգային ոլորտ է կամ հարթակ է, որտեղ միավորվում են հումանիտար գիտությունները եւ թվային տեխնոլոգիաները։ Այս գիտակարգի նպատակն է թվային գործիքների ու թվային մեթոդաբանության միջոցով վերլուծել հումանիտար գիտելիքը, զարգացնելով նոր մոտեցումներ, նոր սահմանումներ, նոր հարցադրումներ։ Այսինքն թվային տեխնոլոգիաները Ընդհանրապես տեխնոլոգիաները մուտք են գործում հումանիտար գիտություններ եւ եթե ասենք մաթեմատիկայի առումով մեր համար բնական է թվում, որ պետք է, չգիտեմ, համակարգչային ծրագրեր բան օգտագործեն, մի քիչ հումանիտարի առումով մի քիչ բանը անհասկանալի է, որ ոլորտների վրա ենք հիմնականում կիրառում, այդ։ Տեսեք, հիմնական ամենազարգացած ոլորտները կարող ենք տեսնել հիմա գրաֆիկի միջոցով, հետևյալներն են՝ պատմություն, լեզվաբանություն, հնագիտություն,
լեզու եւ գրականություն, այսինքն ամենազարգացած գիտակարգերը ձեր առջև են, կարող եք տեսնել թվային դաշտում մեծ այսպես խոշոր քայլերով առաջ են գնում, այո, առաջին տեղում է, երկրորդը լեզվաբանությունը, լեզվաբանական կորպուսները, այնուհետև հաջորդում է հնագիտությունը, արվեստը, լեզուն եւ գրականությունը, դասական ժառանգություն, մարդաբանություն եւ այդպես շարունակ, այսինքն հումանիտար եւ հասարակական բոլոր գիտությունները կարող են այս հարթակում հայտնվել, կիրառելով թվային գործիքներ եւ թվային մեթոդաբանություն։ Հա, երբ որ ասում ենք թվային գործիքներ, ասենք ինչի նկատի ունենք, համակարգիչներ, հա, ծրագրեր, հա, ճիշտ եմ հասկանում։ Որոշակի գործիքներ, որոնց միջոցով կարող ենք թվային տեքստերի հետ աշխատել, հրահանգներ տալ տեքստին եւ որոշակի վերլուծության ենթարկել տեքստը։ Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք, երևի սկսենք հենց զարգացման պատմությունից, որտեղից առաջացավ։ Այո, ինչքան այսպես հին է այս գիտությունը կամ նոր է այդ գիտությունը, հասկանանք պատմությունը ոնց էր։ Այո, փաստորեն թվային հումանիտար գիտությունները սկսեց զարգանալ 90-ականներից, թվային տեխնոլոգիաների զուգընթաց, սկսեց զարգանալ թվային տեխնոլոգիաները եւ այս գիտությունն էլ սկսեց զարգանալ եւ բայց մի օրինակ կա դեռ 50-ական թվականներից դասագրքերում այդ օրինակը շատ վարդարվում է եւ մենք էլ անդրադառնանք այդ օրինակին, իտալացի հոգեվորական Ռոբերտա Բուզան 50-ականներին որոշում է Թովմա Ակվինացու 179 աշխատությունների հիման վրա ստեղծել համաբարբար եւ աշխատանքները սկսում է ձեռքով, այսինքն թերթերի վրա դուրս է գրում լատիներեն այդ բառերը, հետո սկսում է համագործակցել IBM համակարգչի մասնագետների հետ, մեկնում է Նյու Յորք եւ աշխատանքը դառնում է կիսը ավտոմատացված։ Փաստորեն թվային հումանիտար գիտությունների առաջին փորձը լեզվաբանական կորպուսի ստեղծումն էր, ուսավառ օրինակ է ինչ առումով, որ այս աշխատանքը տևում է շուրջ 30 տարի եւ 70-ից 80-ական թվականներին արդեն լույս է տեսնում տպագիր տարբերակով 56 հատորով, դուրս է գրվում մոտ 10 միլիոն բառեր, լատիներեն բառեր եւ հիմա այդ կայքը կա, կոչվում է Index Thomisticus, եթե լատիներենի սովորելու հետ կապված, այսպես ասած, խնդիրներ կան, այս կայքից օգտվելը մի հրաշալի փորձ է, փորձառություն է եւ ինչու է սա լավագույն օրինակը, որ ցույց է տալիս, որ թվային տեխնոլոգիաների միջոցով այս աշխատանքը կարելի է անել կես տարում մի տարում, հիմա եթե ձեռնարկեինք այս աշխատանքը անելու տևեր այդքան, իսկ մարդը այն իր ամբողջ կյանքն է ներդրել 30 տարում է արել աշխատանքը, իսկ եկել են թվային տեխնոլոգիաները եւ այդ հարցը խնդիրը լուծել են։ Բայց վերադառնանք 90-ականներ, ինչ կատարվեց 90-ականներին, ուրեմն թվային տեխնոլոգները հումանիտար գիտնականների հետ որոշեցին, խնդիր դրեցին իրենց առջև, որ հումանիտար միտքը պետք է թվայնացնեն եւ հասանելի դարձնեն ամբողջ աշխարհին։ Այստեղից սկսվեց, այսինքն թվայնացման հարց դրվեց եւ ահա իսկապես մեր առջև բացվեց աշխարհի լավագույն թանգարանների, լավագույն գրադարանների դռները, մենք սկսեցինք օգտվել առցանց տիրույթում, հարթակում եւ քիչ անց մենք ունեցանք բազմամիլիոնանոց թվայնացված հարթակներ, օրինակ լավագույն օրինակը կարող ենք բերել ինտերնետ արխիվի, որ բոլորս էլ այդտեղից գիրք ենք ընթերցում, archive.org-ը, որ այս պահին 568 միլիարդ թվայնացված միավոր ունի, այսինքն թվայնացվեց կամ կարող են բերել եվրոպական հարթակի օրինակը, որ այս պահին կա 57 միլիոն թվայնացված միավոր եւ այդտեղ ամբողջ մշակութային ժառանգություն է, ոչ միայն տեքստեր են, այլ նկարներ են, արտեֆակտներ են եւ մեզ շատ գիտնականներից ծանոթ Library Genesis-ը այս պահին ունի 8 միլիոն գիրք, 80 միլիոն հոդված, այսինքն թվայնացվեց այդ
գրավոր ժառանգությունը, բայց սա առաջին փուլն էր եւ գիտնականները հասկացան, որ միայն թվայնացնելով փաստորեն մի տեսակ անբարում էին, էլի, այո, անբարում էին, պետք է թվային մեթոդաբանություն մշակել։ Եվ եկավ այդ պահը, որ հասկացան ինչպես են աշխատելու։ Նախ այդ big data-ները պետք է ստեղծվեց, հետո պետք է այդ դատաները, տվյալները մշակվեր հատուկ թվային գործիքակազմով եւ ներկայացվեր հանրությանը։ Եվ ահա այստեղ մեծ առաջադիմություններ նշագրման լեզվի ի հայտ գալը, կոչվում է markup անգլերենով, եւ ունեցանք XML նշագրման լեզուն, այո, որ հատուկ պիտակների միջոցով հնարավորություն է տալիս գրական, ոչ միայն գրական, այլ տեքստի նշագրում։ Եթե տեսնեք, այստեղ նշված է հատուկ պիտակների բացվող փակվող փակագծերի միջոցով հեղինակի անունը, վերնագիրը, որ թվականին է լույս տեսել։ Սա այդ նշագրման լեզվի XML նշագրման լեզվի միջոցով է արվում։ Եթե սա չլինի, մենք որոնողական հարթակում չենք ունեն, այսինքն գիրքը, որոն համացանցում այսպիսի տեսք ունի, այսպես նշագրված է, բայց սա դեռ ամենը չէ, նշագրման լեզվի առաջընթացը ամիջականորեն կապված է թեյի թեգերի հետ։ Սա էլ մեծ առաջադիմություն է թեյի թեգերը, որ ոչ միայն տեքստը արտագրվում է, այլ նաև կոդավորվում է յուրաքանչյուր բառ, տեքստի յուրաքանչյուր բառ, որպեսզի հաշվելի լինի տեքստը եւ որպեսզի հեշտ որոնելի լինի, պետք է յուրաքանչյուր բառ կոդավորվի։ Հիմա որպեսզի ասա մաչելի լինի մեր հանրությանը, ես բերեմ իմ օրինակը, իմ փորձը ինչպես եմ կոդավորել միջնադարյան տեքստերը եւ նախ մի փոքր իմ փորձից կիսվեմ ձեզ հետ, որպեսզի հասնենք այս կոդավորմանը։ Ես այդպիսի մի ծրագիր մտածեցի, որ պետք է կազմեմ թվային քննական բնագիրը աղվեսագիրք ժողովածուի, դուք գիտեք դա առակների ժողովածու է եւ դարերով շատ արտագրվել է։ Ունենք մոտ 100 արտագրված տարբերակներ մեր այդ առակների եւ իմ առջեւ խնդիր կար 50 ձեռագրերի արտագրությունը, արտագրել եմ հատուկ Tipen հարթակում, սա որ տեսնում եք Tipen-ն է, եւ արտագրելիս պարտադիր կոդավորել եմ։ Ինչպես եմ այդ կոդավորումը իրականացրել։ Դուք գիտեք, որ միջնադարյան տեքստերում կան նշագրեր, կցագրեր։ Դրանք բոլորը հատուկ այդ թեյի թեգերը հնարավորություն են տվել, որ ես այդ նշագրերն ու կցագրերը պիտակավորեմ, կոդավորեմ։ Այնուհետև կոդավորել եմ ավելացումները, սովորաբար գրիչները տեքստը արտագրելիս ավելացումներ են կատարել, այո, լուսանցքում ավելացումներ են կամ բառը ջնջում էին, վերևում նոր բառ էին գրում, դա ես ցույց եմ տալիս։ Հապավումները, թվերը, առաջին տառը, որ կարմիրով է նշված, դա, այսինքն վերականգնել եմ ամբողջ պարատեքստուալ ինֆորմացիան, այսինքն ոչ միայն տեքստն եմ արտագրել այնպես ինչպես որ կա, այլ լրացուցիչ ամբողջ ինֆորմացիան վերականգնել եմ։ Հիմա դուք ինձ հարց կարող եք տալ, ում էր պետք այդ Եվ պետք է դա այդ հարցը իրականում, այդ բարդությունները ինչի համար են, աշխատանքը, փաստորեն ես մեկ անգամ կոդավորում եմ եւ հաջորդ անգամ որ ինչ հրահանգ ուզեմ տալ, կարող եմ հեշտ ու հանգիստ այս թեգերի միջոցով տալ։ Օրինակի համար, եթե ես ուզեմ այդ 50 ձեռագրերի մեջ առանձնացնել բոլոր կցագրերն ու նշագրերը, դա մի քանի տողից բաղկացած կոդ կլինի, ես կգրեմ եւ նա մի վայրկյանում իմ հրահանգը կկատարի եւ կբերի այդ բոլոր ամբողջ իմ տեքստի 10000 էջի կամ 20000 էջի։ Դժվարը սկիզբն է, դժվարը ներմուծելն է, հետո ավելի հեշտ է լինում աշխատել տեքստի հետ։ Այո, շատ բարդ աշխատատար էր արտագրելը, քանի որ սա ձեռքի աշխատանք էր, այսինքն ես ձեռքով եմ աշխատում, ավտոմատացված չէր, բայց սա 2000 արտագրել համակարգչով է հավաքել, բայց հետաքրքիր տերմինը այն հին արտագրել
արտագրել, այս տպել, հա, տպել կամ արտագրել, չգիտեմ ինչպես ասեմ, բայց հիմա ասեմ, որ շատ առաջ է գնացել եւ կա արդեն համակարգը գործում է մոտ 80-90%-ով, կոչվում է HDR, այսինքն դա հայերենով այդ հապավումը կլինի ձեռագրերի օպտիկական զննում, օպտիկական ճանաչում եւ գործում է արդեն գիտնականներից Ինալկոյի համալսարանից մի երիտասարդ է փորձարկում եւ բավականին հաջող փորձ է Շահան Վիդալի փորձը եւ հաջորդ աշխատանքը որ կատարելիս լինեմ ես լիահույս եմ որ չեմ արտագրի այսինքն այդ HDR կոչվող լուսատրի միջոցով կունենանք արդեն այո սկանավորում է եւ գոնե ճանաչելի կլինի 80-90% ես արդեն կաշխատեմ տեքստի բարելավման վրա, քան տարիներով արտագրասինքը սարերի հետևում չէ, դա էլ արդեն բարելավման միջոցով կգա առաջ։ Իսկ ոչ քեզ կներես ընդհատում, բայց ուզում եմ հասկանամ, այսինքն դու պետք է լինես տեխնիկական հատուկ հմտություններ պետք է ունենաս, հա, չգիտեմ, ծրագրավորում պետք է իմանաս եւ այլն, տեխնիկապես պատրաստված մարդ պետք է լինես, որպեսզի կարողանաս մտնես այս digital humanities կոչվածի մեջ, հա։ Պարտադիր չէ, որովհետև ես երբ որ իմ առաջին քայլերն եմ արել, ընդհանրապես որևէ հմտությունների չեմ տիրապետել, բայց փորձառություն ես ձեռք բերում սովորելու, նոր գիտելիքներ ունենալու, ամենևին էլ պարտադիր չէ ծրագրավորող լինել, բայց որոշակի կոդերի գրելուն տիրապետել, օրինակ մեր հումանիտար գիտության մեջ կարևոր, այսպես ասած, աշխատանքներ կան, օրինակ ինդեքսավորումը կամ, չգիտեմ, տեքստի մուտքագրումը, որոնք դաժան աշխատանքներ են, եթե գիրք ես կազմում կամ, չգիտեմ, տեքստերի հետ ես աշխատում, դրանք եթե մի քանի կոդ գրելով կարող ես լուծել, ինչու չտիրապետել այդ հմտություններին։ Ну այդ իհարկե տեխնիկական հմտությունները, բայց ես պատկերացնում եմ, որ այդ աշխատանքի ներգրաված մարդը պետք է ունենա համբերատար լինի շատ եւ այսպես կարողանա կատարի այդ մանրակրկիտ այդ մանր աշխատանքը, որը կարող է ինչ-որ տեղ ցանցրալի լինի, բայց դու գոնե գիտես վերջնական արդյունքը որը կլինի, երևի դա է ոգևորում։ Ճիշտն ասած, այս բոլոր տեսակի աշխատանքները, նախագծերը, որ կատարվում է ամբողջ աշխարհում, նաև այս թվային քննական բնագրի կազմումը, բոլորը խմբային աշխատանքներ են, այսինքն այդպես չկա, որ մեկը միայնակ վերցնի եւ քննական բնագիր կազմի, այսինքն թիմ է, որտեղ կան ծրագրավորողներ, որտեղ կան հենց մուտքանողներ, տեքստը, մյուս մասը կոդավորողներ, այսինքն սա թիմային աշխատանք է եւ այդպես են աշխատում թվային հումանիտար գիտության մասնագետները, այդ առումով մեկը մյուսին լրացնում են։ Ես արդեն ասացի, որ միջգիտակարգային, այսինքն շատ տարբեր մասնագետներ հավաքվում են եւ նախագծեր են ներկայացնում, դրամաշնորհներ են շահում եւ թիմային աշխատանքի դեպքում այս աշխատատար բարդ աշխատանքը ավելի հեշտ եւ տանելի է դառնում, որովհետեւ իսկապես նախնական փուլում պետք են տարբեր մասնագետներ եւ կարող ես այդ գործը անել կարճ ժամանակում, եթե ունես մեծ թիմ կամ ունես մեծ գումար, որ կարող ես վճարել մեկը հենց միայն կոդավորմամբ զբաղվի, կոդավորի տեքստը եւ հիմնականում այդպես են աշխատում արտերկրում։ Մի քիչ առաջ եմ գնում, այդ հարցերը ուզում եմ վերջում տալ, բայց Հայաստանում ունենք մենք նման թիմեր եւ որտեղ ունենք այդ, ասենք, որտեղ է հիմնականում կենտրոնացված այդ ոլորտը digital humanities կամ թվային հումանիտար գիտությունները Հայաստանում։ Որպես այդպեսին չունենք, որոշակի աշխատանքներ արվում են, ասենք թվայնացվում է մեր արխիվները, մեր ձեռագրերը կամ ազգային գրադարանի օրինակը կարող ենք բերել վերջին տարիներին ինչքան շատ թվայնացված։ Մամուլը մանավանդ ես շատ եմ օգտվում մամուլից։ Մամուլից, այո, DigiLib-ը, որ ամերիկյան համալսարանի, այո, մեծ տվյալներ ունի, բայց որ այդպես առանձին թեմաներ ունենանք, լաբորատորիաներ ունենանք, ինչպես դրսում է եւ աշխատանքներ արվեն, ցավոք Հայաստանում դեռ զարգացած չէ։ Աստորեն, հա, Հայաստանում դեռ նոր ենք երևի դրա մեջ մտնում,
կլինի էլի։ Մի ուրիշ հարցել ունեի, ուզում եմ հասկանամ բացի տեքստերից նաև դուք աշխատում եք երևի պատկերների հետ, հա, ճիշտ եմ հասկանում։ Այս պահին ես ինքս չեմ աշխատում, բայց արհեստական բանականության եւ նեյրոնային ցանցերի միջոցով շատ արագ զարգանում է նաև պատկերների վերլուծությունը, օրինակ շատ զարգացած է մանրանկարների վերլուծությունը հենց այս գործիքների նեյրոնային ցանցերի միջոցով, ցավոք ես այդ բնագավառում չեմ աշխատում, այսինքն այդ ոլորտի շատ տեղյակ չեմ, բայց հետևելով դրսի նախագծերին տեսնում եմ, որ շատ արագ image processing-ը, հա, զարգանում է։ Գիտես ինչ ասի, երբ որ պատրաստում ես հաղորդման, նորություններն են նայում այդ ոլորտի ու տեսա, որ երբ որ Փարիզի Աստվածամորթ տաճարը այրվել էր, հետո երբ որ սկսեցին վերականգնման աշխատանքները, միշտ թվում էին կատարում, որ դա շատ դեպքերում այդ հաջողությամբ ստացվեց անել, հա, որովհետև կար այդ digital humanities-ը, կային պատկերները տարբեր տեղերից նկարված, մի խոսքով, ում ասեմ, պրակտիկ տեսակ օգուտ էլի։ Այո, կա, հենց շատ արագ է զարգանում այս պահին հենց պատկերագրությունը, հա, թվային պատկերագրությունը շատ արագ զարգանում է եւ շատ լավ ծրագրեր կան այդ ուղղությամբ աշխարհում կատարվում է։ Ցավոք այս պահին Հայաստանում չունենք։ Լավ, նորից հետ գնալով մեր այդ խոսակցությունը շարունակելով, ուզեմ հասկանամ, այս ամբողջը, այս թվային տեխնոլոգիաների զարգացումը ինչպես է ինքը փոխում ընդհանրապես մեր հումանիտար հետազոտությունների մեթոդաբանությունը, ինչ գործիքներ է ինքը մեզ տալիս, ինչպես կարող ենք օգտագործենք դա մեր հետազոտություններում։ Դե կարող եմ լավագույն փորձերից կիսվել աշխարհի, որ դուք պատկերացնեք, որովհետև այս հարցը շատ է հուզում եւ դրսի գիտնականներին եւ հայ գիտնականներին, որ սա օգուտ տալիս է թե չի տալիս, քանի որ դուք տեսաք գրաֆիկի վրա, որ պատմությունն է առաջին տեղում, եկեք պատմական նախագծերի, պատմությանը նվիրված նախագծերի մի քանի փորձով կիսվեմ ձեզ հետ, սկսենք 90-ականից, որ ամենաազդեցիկն է եղել ու արդեն այդ թվայնացումից հետո եկել է մի պահ, որ հասկացել եմ, որ միայն դատաները ցույց տալը, տվյալները ցույց տալը բավարար չէ, այն պետք է ինչ որ կերպ վերլուծվի եւ ներկայացվի հատուկ ձևով, հա, եւ առաջացել են թվային հարթակները։ Հիմա ձեզ հետ կարող եմ կիսվել Վիրջինիայի համալսարանի այս կայքով 93 թվականին է ստեղծվել, կոչվում է Ստվերի հովիտ, ինչ հետարքիր եւ ազդեցիկ հարթակ է սա, ես ներկայացնեմ, ուրեմն քաղաքացիական պատերազմն է ներկայացում երկու նահանգներում, Փենսիլվանիա եւ Վիրջինիա, քաղաքացիական պատերազմի նախօրեին 1859-61 թվականներ, երկրորդը հենց քաղաքացիական պատերազմի տարիները եւ պատերազմից հետո։ Եվ եթե մտնեք այս կայք, դուք կտեսնեք, թե ինչքան խիտ է տեղեկատվությունը յուրաքանչյուր այս շրջանակին կլիկ անելով դուք տեսնում եք հավաքված այդ տարիների բոլոր նամակները, օրագրերը, քարտեզագրված է, լրագրերը, ձայնագրությունները, եկեղեցական հիշողությունները, մասնակիցները եւ յուրաքանչյուր բնակչի առօրյան տպավորությունները, մի հսկայական դատաբազա, որ պատմաբաններին, չգիտեմ, մարդաբաններին, բոլոր, այո, երկնքից ընկած մի բան, որ կարող է միայն սրա եղած նյութով հոդվածներ գրել, հետազոտություններ անել եւ ահա սա է, որ ես ասում եի, երբ որ քո ձեռքի տակ մեծ տվյալներ են եւ հարցադրումներն են փոխվում եւ մոտեցումներ եւ նոր տեսություններ են առաջ գալիս եւ շուրջ 2 տասնյակի հասնող հարթակներ նվիրված առաջին համաշխարհային պատերազմին, երկրորդ համաշխարհային պատերազմին, հիմա 1-2 եմ ընդհանրապես առանձնացրել,
այստեղ դուք կարող եք տեսնել եվրոպական հարթակում 1914-18 թվական եւ եթե թերթեք կտեսնեք այստեղ բոլոր երկրների զինվորների նամակները, ռազմական գրագրությունը, մի խոսքով եւ դրանք վիզուալ քարտեզագրված անուններով, մի խոսքով ամբողջ պատմությունը եւ շատ լավ մի կայքել կա Ստենֆորդի համալսարանն է ստեղծել պատերազմի գրականություն է կոչվում, հավաքագրված է առաջին համաշխարհային պատերազմում գրված ամբողջ գրականությունը, հերոսները եւ բնավորությունները պիտակավորված, այսինքն կարող ես հենց այդպես որոնել եւ գտնել, եւ նույնը կարող եմ օրինակներ վերել երկրորդ համաշխարհային պատերազմի նվիրված 12 տասնյակի հասնող թվային հարթակներից, որ անսահման տվյալներ են հավաքված եւ ժամանակակից գիտնականին ինչ է պետք թերթել այդ տվյալները ձեռքի տակ ունենալ ամբողջ այդ աղբյուրները, սկզբնաղբյուրներ, հիշողություններ, նամակներ, չգիտեմ, այդ ամենը եւ ամենակարևորը դրանք որոնելի են տարբեր ձևաչափներով ուզում եմ նաեւ կիսվել պատմաբանների համար չէ թող մնա հա պատմաբանների համար նաեւ այս Պլեդիո կոչվող թվային գործիքով հենց Ստենֆորդի համալսարանում է ստեղծվել շատ հարմար է դուք էլ կարող եք օգտվել եթե ուզում եք վիզուալ ձևով ձեր նյութը ներկայացնել ըստ տարեթվերի, ըստ անունների, ըստ տեղանքի տեղադրում եք նյութը, հետո պիտակավորում եք պատուհանների մեջ այդ տեղեկությունները եւ ունենում եք վիզուալ ծառի տեսքով այդ տեղեկատվությունը։ Նայեմ, այս վիզուալացումը այս մեր դարաշրջանում շատ կարևոր է, նաև դասավանդման ժամանակ եմ ասենք նկատել, որ ամենալավ ուսանողների մոտ տպավորվում է հենց այս վիզուալ ինֆոգրաֆիկաները կամ այսպես վիզուալ պատկերները, նաև դա է շատ Այո, դա ներկայացման մեթոդոլոգիան է, որ հիմա ծառերի, գրաֆիկների, դիագրամների ձևով պատկերացնում եք, ասենք մեծ դատա ունեք մի քանի միլիոն էջանոց տեքստերի եւ դրանք երևում են հենց վիզուալ տարբերակով եւ այսպես հաշվողական մեթոդաբանությամբ կարելի է հաշվարկներ անել եւ ըստ դրա այդ հաշվարկների նոր մոտեցումներ հարցին ունենալ հարցադրումներին Ուզում նաեւ աղբյուրները հասկանամ, հա, այդ թվային հումանիտար գիտության միայն այն ինչ որ թղթի վրա է գրված, թե ինքը արդեն կարելի է ասել, որ ինքը կարող է մշակել այլ դատաներ, օրինակ, չգիտեմ, սոցիալական մեդիան, իմ մոտ օրինակ նման հարց առաջացավ, արդյոք մենք կարող ենք սոցիալական մեդիայի, այսինքն այն նյութը, որ արդեն թվային է, ինքը կա համացանցում, իր մշակմամբ զբաղվել, եւ դա նույնպես արդյոք դա մտնում է digital humanity մեջ, թե թվային հումանիտար գիտությունների մեջ է մտնում եւ շատ հետաքրքիր գործիքներ կան, կոչվում են զգացմունքի վերլուծության գործիքներ, sentiment analysis, եւ Twitter-յան, Facebook-յան գրառումների վերլուծություններ են կատարում, շատ բարձր որակ եւ շատ օգտակար է, այո, եւ հենց այս գիտության շրջակայքում է ու վերլուծությունները տարբեր հարթակներում ցույց է տրվում։ Ինքը նաեւ կիրառելի կլինի, ուրեմն ասենք գովազդի մասնագետների, մարքեթինգի ոլորտում, չէ՞։ Այո, կիրառելի է, որովհետեւ այդ տվյալների վրա շատ ու շատ վիճակագրական, հաշվողական, այսպես հետազոտություններ են կատարվում եւ այդ ճյուղն է առավել հա տվյալագիտության մեջ զարգացած Ինքը ընդհանրապես փոխում է, էլի, փոխում է մեր պատկերացումը նաև գիտնականի աշխատանքի հետ կապված։ Եթե անպայման առաջ պետք է գնայիր ֆիզիկապես գրադարան, գիրքը պատվիրեիր, հանեիր, նստեիր, աշխատեիր, ես հիմա մի հոդվածի վրա եմ աշխատում, որը համար թերթի նյութեր է պետք, եւ այդ դեր նշած այդ բանը ազգային գրադարանի այդ համահավաք այդ բանը, գրահավաք այդ բանը ֆանտաստիկ մի գործիք է, որ դու ուղղակի տունը նստած վերադառնում ես, չգիտեմ,
դարերով նույնիսկ հա մի 100 տարի առաջվա թեշտերը նայելով կարողանում ես այդ նյութը ստեղծես տուն ու անկախ նրանից դու Հայաստանում ես, չգիտեմ, Ավստրալիայում ես թե որտեղ։ Բայց դե պատկերացրեք Սուրեն, որ այդ նյութերը, այդ թերթերի նաև պիտակավորված լիներ եւ մշակված լիներ այդ թվային տեքստերի վերածված լիներ, դուք պատկերացնում եք ինչ հսկայական առավելություն կունենար որոնելու միջոցով, հա, գտնելու ձեր ցանկացած փնտրված նյութը եւ բայց օրինակ դե առաջընթաց եղել է, օրինակ առաջ ես հիշում եմ, սրանց երբ մի 10-15 տարի առաջ այդ նյութերը որ դրված են, իրանք դրված են զուտ ֆոտոյի տեսքով եւ այդ դեպքում նաեւ բարդություն էր առաջանում, չգիտեմ, նյութը դու պետք է հավաքեիր, գտնեիր։ Հիմա գոնե OCR-ը չէ կոչվում։ Այդ OCR ծրագրով բացված եւ կարելի է այսպես պատճենես եւ տեղադրես, մի խոսքով ժամանակը խնայվում է, բայց իհարկե ձեր ասածը բանը, անջան, բանա դեռ որ անհասանելի երազանք է մեր համար, բայց հաշվի առնելով ինչ արագությամբ են զարգանում տեխնոլոգիաները, երևի ակնկալ ենք, որ դե ակնկալիքը հետևյալն է, որ մեր հումանիտար մասնագետները այս պահից սկսած այս գիտության զարգացմամբ զբաղվեն, այսինքն թեմաները, որոնցով հիմա իրենք հետազոտում են, պարտադիր բաղադրիչ լինի թվային գործիքներ կիրառելը, օրինակ տեսեք գիտության կոմիտեն հումանիտարներին դրամաշնոր է տալիս, գոնե այդ կարևոր բաղադրիչը մտցնի, որ կարևոր է թվային հարթակում այդ նյութերը տեղադրելը կամ թվային գործիքներից օգտվելը, դրա միջոցով զարգացնելը, իհարկե սրանք շատ փոքր օգուտ կտան, մեծ օգուտը կլինի այն, որ մեր հումանիտար ֆակուլտետներում, ինստիտուտներում պարտադիր ունենանք լաբորատորիաներ, ինչպես աշխարհում է եւ այդ ստեղծված հարուստ փորձը իրականացնել նաեւ մեր հումանիտար գիտելիքի վրա։ Մենք մասնագիտացում չունենք, չէ՞ Հայաստանում, ինչ որ մի համալսարանում։ Չէ, չունենք, դրսում էլ մոտ 5 տարի առաջ 5 տարվա պատմություն ունի, որ մագիստրատուրաներ են բացվել լավագույն համալսարաններում, Ստենֆորդում, Յելում, արդեն կան մեր ամերիկյան համալսարանի ուսանողներից գնում են արդեն այդ ուղղությամբ մասնագիտանալու, նոր է, բայց մենք շատ հետ ենք այս զարգացումներից, որովհետև թեմաները Ուրեմն որ եթե մեզ նայում են Երևանի գոնե Երևանի պետական համալսարանի այսպես ղեկավարությունից ուշադրություն դարձնեն, որովհետև առնվազն, չգիտեմ, մի քանի գոնե 5-10 հոգի մասնագետ եթե պատրաստվի տարեկան, ինձ թվում է դա օգտակար կլինի մեր համար։ Այո, դե ամենակարևորը թեմաները առանձնացվի, նախագծեր իրականացվի, ես արդեն նշեցի իմ խոսքում, որ թիմային աշխատանք է պետք, մեծ թիմերով աշխատանք է պետք, ենթադրենք մեր առջև նպատակ դնենք պետական, հա, մոտեցման, որ առաջիկա 5 տարին նախագծերը միայն թվային հումանիտար գիտության ոլորտում են լինելու եւ այդպես կտեսնենք զարգացումները, որովհետեւ այս գործիքները այնքան արագ են զարգանում, այնքան շատ են եւ ինքներս մենք թվային գործիքներ ստեղծենք, թվային մեթոդաբանություն մշակենք, ոչ թե ուրիշներին վերցնենք, այլ նաեւ մերը ստեղծենք, որը անխոս հնարավոր է։ Ես կարող եմ մի փոքր իմ փորձից կիսվել իմ թեմայից, որ պատկերացնեք, թե ինչ է կատարվում, բացի այդ թվայնացումից, որոնելի դարձնելի, հաշվելի դարձնելիս, նաև կան այլ մեթոդոլոգիաներ, օրինակ այդ ճյուղը, որ շատ կարևոր է քննական, գիտաքննական բնագիր կազմելու համար, ովքեր այդ ուղղությամբ կուզեն զարգանան, կամ մի նոր մոտեցում, մի նոր մեթոդոլոգիա, ուրեմն 5 մասից էր բաղկացած իմ աշխատանքը, առաջին փուլում ես արտագրում էի, հա, տրանսկրիպցիան էի անում, այսպես ասած, երկրորդ փուլը կոչվում է ստեմատիկ վերլուծություն,
երրորդ փուլը ներողություն, երկրորդ փուլը կոչվում է համեմատություն, երրորդ փուլը ստեմատիկ վերլուծություն, չորրորդ փուլը խմբագրում եւ երրորդ փուլը հրապարակում, այսպես ասեմ։ Փաստորեն առաջին փուլի մասին խոսեցի, որ այդ թիփեն համակարգում ես ձեռքով էի արտագրում եւ կոդավորում էի տեքստը, բայց հիմա արդեն կան երկու շատ հաջողված հարթակներ, տրանսկրիբուսը եւ իսկրիպտորիումը։ Այդ երկու հարթակներում ավելի հեշտ կլինի աշխատելը եւ կաշխատի այդ HDR համակարգը, որ ամբողջական տեքստը տրանսկրիպցիա չեմ անի, այլ մեքենայացված կլինի, ավտոմատացված կլինի։ Տեքստերը հավաքելուց հետո արդեն ավտոմատացված կոլատեքստ ծրագիր կա, այդ տեքստերը ինքը ավտոմատացված համեմատում է իրար հետ, գիտեք, ծրագրերը ունեն տարբերակներ, տարբեր դարերում գրված եւ պետք է դրանք համեմատվեն իրար հետ, դա մինչեւ հիմա ավանդական բնագրագիտության մեջ ձեռքով է արվել, բայց հիմա կա այդ գործիքը եւ մի քանի րոպեների ընթացքում այդ 50 ձեռագիր այդ հարյուրավոր աշխատանքը, որը պետք է արվի, ավտոմատացվել։ Մի քլիքի միջոցով համեմատվում է։ Երրորդ փուլը ամենադժվար փուլն է այս աշխատանքի, STEMAweb ծրագիրն է սա, Ավստրիայի համալսարանի, Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Թարա Էնդրուսն է հեղինակը, հիմնադիր այս համակարգի, ինչ է արվում այս փուլում։ Եթե տեսնում եք համեմատված բառերը նշված է հարաբերությունները, գծերով նշված են։ Կարմիրով ամենաշատ երևի օգտագործված։ Եվ որը ես ընտրել եմ, հա, որ պետք է երևա տեքստում, գծել եմ բառերի հարաբերությունները, ըստ իրենց ինչով են տարբերվում այս բառերը, քերականական տարբերություն կա, բառային տարբերություն, ուղղագրական, ըստ դրա նշել եմ բառերի հարաբերությունները։ Ինչու եմ այս տանջալից գործը իրականացրել եւ իրենից ինչ է ներկայացնում այս ստեմատիկ վերլուծությունը։ Ստեմատիկ վերլուծությունը նոր մեթոդաբանություն չէ բնագրագիտության մեջ, դրա հիմնադիրը գերմանացի թարգմանիչ բանասեր Կարլ Լախմանն է, որ 19-րդ դարում առաջ է հասրել այդ մեթոդը, այն որոշում է ձեռագրերի ազգակցական կապը, ծագումնաբանությունը, այսինքն որ ձեռագիրը որից է արտագրվել, այդ ծագումնաբանությունն է որոշում եւ Կարլ Լախմանը դա արել է ձեռքով, իսկ հիմա դուք տեսնում եք, որ այս ծառերի միջոցով, ես իհարկե ձեռքով եմ նշել, ինքը ավտոմատ չէ, բայց տարբերակ կա ավտոմատացնելու, ձեռքով նշել եմ բառերի հարաբերությունները։ Հարաբերությունները նշելուց հետո այս ծրագրի ետևում մի ալգորիթմ է աշխատում, այդ ալգորիթմը վերցրված է կենսաբանությունից DNT-ի այս կոդն է դրված, այսինքն ինչպես որոշվում է մարդու DNT հաջորդականությունը, այդպես էլ բառերի դեպքում է աշխատում եւ հիմնական նպատակը այն է եղել, որ այս հետազոտության միջոցով որոշվի նախատիպ տեքստը, որն է այն նախատիպ տեքստը եւ այդ մյուս ձեռագրերը, որը որից է արտագրվել, այսինքն վերջնական արդյունքում մենք ունենում ենք այս ծառի տեսքը եւ ձեռագրերի արտագրման հաջորդականությունը, որը շատ կարեւոր է միջնադարյան տեքստերի համար։ Այսինքն այդ ամբողջ տանջալից աշխատանքը արվում է վերջում ունենալու այս բարձելու մայր տեքստը։ Այո, մայր տեքստը, նախատիպ տեքստը ունենալու եւ նաեւ որոշելու մյուս ձեռագրերի արտագրման այդ ծագումնաբանությունը, որը կոչվում է ֆիլոգենետիկ անալիզ։
Այս ծրագրի հեղինակը, ինչպես արդեն նշեցի, Ավստրիայի Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Թարա Էնդրյուսն է եւ իմ գիտական ղեկավարը, որ մեկնել եմ եւ իրենից սովորել եմ այս փորձը, բայց բուն հիմնադիրը, որ նախագծել է այս թվային քննական բնագրի մեթոդաբանությունը Փիթեր Ռոբերտսոնն է, ամերիկացի գիտնական, նա է առաջ քաշել եւ իմ գիտական ղեկավարը հետևել է նրա փորձին եւ ստեղծել է, ինչպես տեսակ, STEMAweb գործիքը, որը շատ օգտակար էր։ Հենց այդ գործիքի մեջ է հարթակ, գործիք չասեմ, հարթակի մեջ է տեղադրված իմ արտագրված 600 առակները ըստ հերթականության եւ նաեւ Կոլատեքս ծրագրի միջոցով համեմատված այդ ծառերի տեսքը փաստորեն ավտոմատացված ունեցանք թվային գործիքի օգնությամբ։ Հա, այդտեղ որտեվ ճիշտ ասած իմ այդ նախնական առաջի տպավորությունը, որ մենք ստանում ենք, իմ մոտ միշտ այդպես է եղել, երկար ժամանակ, միշտ չասեմ, երկար ժամանակ այդպես է եղել, որ հիմնականում այս հարթակ թվային հումանիտար գիտությունների այդ ոլորտը հիմնականում ուղղված է պատմական աղբյուրները պահպանելու եւ մատչելի դարձնելու համար։ Ընդհանրապես մի տեսակ այսպես շտեմարաններ ստեղծել եւ հնարավորություն տալ այլ գիտնականներին իրենցով օգտվել, բայց փաստորեն այստեղ լինում է, որ ինքը իր ուրույն բան ունի, հետազոտական գիծ ունի, նույն այս ծառերը պատրաստել էր, այսինքն բնագրերի հաջորդականությունը պարզելը եւ այլն, հա։ Դուք ճիշտ եք, դա փաստորեն այս գիտության, այս գիտակարգի առաջին երկու փուլերն էին, որ շտեմարաններ էին ստեղծվում, այդ մեծ դատաներն էին ստեղծվում, մշակվում, որ տեսանելի լինի, մատչելի լինի, բայց արդեն հաջորդ փուլերում 2010-ականներից սկսած արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց, հիմա էլ այդ նեյրոնային ցանցերի այսպես նեյրոնային ցանցերի գործարկմանը զուգընթաց արդեն գիտությունը շատ առաջ է գնացել, այստեղ ոչ միայն շտեմարաններ են, այլ շտեմարանների նաև վերլուծությունն է, նոր մեթոդներ մշակելն է, ինչպես դուք տեսաք, այսինքն նաև մարդկային աշխատանքը հեշտացնել է, ճիշտ է, բարդ գործել կա անելու, դուք տեսաք այդ 600 առակներ ես ինչպես էի գծել հարաբերությունները, դա 1-2 տարում եմ արել, շատ դժվար աշխատանք էր։ Թոմաս Ակվինացյանը 30 տարում, այո, բայց եթե հաշվենք, որ այսպիսի նախագծերը պետք է արվի թիմային տարբերակով, այսինքն թիմեր պետք է աշխատեն, դա կարող ենք անել 1-2 տարում, հա, այսինքն ունենալ այդ դատաները 1-2 տարում եւ ավելի շուտ։ Հա։ Եթե հիմա որտեղ հիմա գալիս եմ հաջորդ հարցին, որին անպայման կուզենամ որ անդրադառնանք, հիմա մենք բոլոր ոլորտներում տեսնում ենք արհեստական բանականության մուտքը եւ ինքը փոխում է աշխարհը, ինքը փոխում է բոլոր։ Ես ինքս անձամբ իմ աշխատանքի վրա դա ամեն օր զգում եմ, ինչպես է ինքը փոխում, ուզում եմ հասկանամ ինչպիսին է այսինքն գլոբալ զարգացման միտումներ, ինչ եք սպասում արհեստական բանականությունից դուք ձեր ոլորտում։ Դե եթե հաշվենք, որ սարերի հետևում չէ այն օրը, որ արհեստական բանականությունը մեզ համար հոդվածներ կգրի, այսինքն մոտենում ենք այդ օրվան, որովհետև եթե տեղյակ եք, արդեն մշակվում է մի ChatGPT մեջ մի գործիք, որը պետք է աշխատի հենց Gestor Scopus-ային հարթակի այդ հոդվածների վրա, այսինքն միայն դրա վրա է աշխատելու, այդ կոնտենտի վրա է աշխատելու եւ հետեւաբար տեսեք ինչքան հոդվածներ ու գրքեր եք քաշում, կարդում, վերլուծում, դուք հիմա հրահանգ տակ եւ ձեր բնագավառի ամբողջ տեքստերը մշակի եւ ձեզ վերադարձնի արդեն հոդվածի տեսքով հարցադրումները առանձնացրած, այսինքն դա մոտ ժամանակներում կլինի, իսկ ինչ վերաբերում է այս գիտակարգին, բնականաբար աշխատանքի մեծ մասը ավտոմատացված է լինելու եւ գալու է մի ժամանակ, որ գաղափարը յուրահատուկ գաղափարի համար է վճարելու գիտնականին, այսինքն այնպիսի մի գործիք ստեղծի, այնպիսի մի գաղափար մշակի, որը
այդ մեծ դատաների հետ այնպես կաշխատի կամ այնպիսի հրահանգ կտա, որ մեծ արդյունքները արագ գրանցվեն, հա, դրա շուրջ է լինելու ինձ թվում է թեմաները։ Այսինքն հիմա գիտնականի խնդիրը չի լինի հնարավորությամբ շատ հոդված տպել ինչ-որ մի թեմայով, այլ գտնել են յուրահատուկ հարցադրումը, որը ինքը կարող է այսպես տալ մշակման, հա, նույն այդ արհեստական բանականությունը, ուղղորդել կոպիտ ասած այդ հարցերով դա։ Դե դրան օգնության է գալու այս մեծ տվյալները, տեսեք 14-ից 17-րդ։ Այս կուզենայի այդ big data ասածը դու մի շեշտում ես, ուզում եմ մեր լսողների համար մի քիչ բացես, այդ ինչ է։ Դե քանի միլիոնանոց, հա, քանի միլիարդանոց տվյալներ կան տվյալ հարթակում։ Ես ավելի փոքր օրինակից բերեմ իմ օրինակից, որ հիմա տիրապետում եմ, ենթադրենք 50 ձեռագիր եմ արտագրել, դա մոտ 20000 էջն է, չնայած էջով այս հարթակում չեն խոսում, այս ոլորտում, այլ միավորով են խոսում, թոքենով են խոսում, քանի թոքեն կա, եւ այդ միավոր տեքստի հետ ինչ աշխատանք ես դու տանում։ Տեսեք, երբ որ ես արտագրեցի եւ այս ծառերի տեսքով ունեցա իմ տվյալները, իմ տեքստերը, լրիվ պարզ դարձավ, թեկուզ առաջին հայացքից լեզվի միջին հայերենի լեզվի զարգացումը։ Այո, 14-րդ դարից տվյալ բառը ինչպես է գրվել տարբեր տարածքներում, ինչպես է փոփոխվել, գրիչները ինչն են ավելացրել, ինչն են փոփոխել, այսինքն սա ես ինչպես կարող էի տեսնել ձեռագրերը կողքող թեկուզ թվայնացված, որ մեզ տալիս էլ մատենադրանից ունենալ, չէի կարող պատկերացնել։ Եվ ավելին, այս վիզուալացման շնորհիվ մի քլիքի միջոցով ես շատ ու շատ բացահայտումներ կատարեցի եւ հիմա էլ անում եմ, որը որևէ կերպ հնարավոր չի կարող լինել ավանդական, հա, հումանիտար գիտության դեպքում։ Եվ հենց դա է, որ այնպիսի մի դարաշրջանում ենք ապրում, որ այդ big data-ների, մեծ տվյալների դարաշրջան է, թե դու ինչպես ես այդ միլիոնանոց տվյալների մեջ առանձնացնում քոնը, ինչ հրահանգ ես տալիս, ինչ ես որոնում եւ այդ որոնված տվյալները ինչպես ես տեսակավորում քո գիտության մեջ։ Հա, բայց ամեն դեպքում սկզբից է նշեցիր, ես էլ հիմա էլի շարունակեմ այդ միտքը կրկնեմ, տխուր բան կասեմ, որ ցավոք սրտի մենք դեռ այդ դատան չունենք, հայերենով այդ big, ասենք, ունենք ինչ որ շտեմարաններ բնականաբար, բայց իրենք մշակված չեն, իրենք առանձնացված չեն։ Ես մի հոդված եմ գրում հիմա Քեմախի մասին, ասենք կես տարի արդեն եղավ, այդ թեշտերի մեջ այն շատ բան մոխրոտիկի նման, այսպես հատիկ առ հատիկ նայելով թեշտերը փորձելով առանձնացնել եւ այլն։ Եթե լիներ, ասենք, եթե ես հիմա ժամանակի մեքենա նստեմ ու գնամ 100 չի, 10 տարի հետո, 100 երևի շատ աստի, 10 տարի հետո ամենայն հավանականությամբ այն գործը, որ ես կես տարում եմ անում, հնարավոր կլինի անել մի քանի օրում։ Մի հարցումով, էլի, մի քանի հարցում, հա։ Ասենք հարցում անցկացնեմ, որ այդ ամբողջ այդ շտեմարաններում, այդ թեշտերում, որ տպվել են այն ժամանակ 15-17 թվականին Օսմանյան կայսրությունում, գտի հոդվածներ Քեմախ բառը պարունակող կամ Քեմախի տարբեր տարադարձումներով, բաներով, եւ ինքը ասենք ինձ համար դա կազմի որպես նյութ, չէ՞։ Այո, եւ հաստորեն ուշացել ենք, բայց գոնե այս օրվանից էլ սկսած մտածենք այդ ուղղությամբ, դիմենք մեր պետությանը, մեր կրթության, գիտության նախարարությանը, գիտության կոմիտեին, այսինքն պետական մոտեցմամբ հասկանալու խնդիրը, թե հումանիտար գիտությունները այս պահին աշխարհում ինչպես են զարգանում։ Զարգանում են հենց այս ուղղությամբ, եւ մենք էլ պետք է ընդառաջ գնանք եւ արագ կազմակերպենք, դժվար չէ դրսի մասնագետների հետ խորհրդակցել, համատեղ ծրագրեր իրականացնել, իրենց նախագծերը նախվերցնել, օգտագործել, հետո մենք մերը ստեղծենք, թիմեր ստեղծեն, ինչպես հասկացա, ստեղծել այդ թիմերը, որոնք աշխատեն տարբեր պրոյեկտների վրա։ Ինստիտուտները հենց այդ ուղղությամբ զարգանան եւ պատմության եւ գրականության եւ լեզվի այս կորպուսներ ստեղծեն, մեծ կորպուսներ, հիմա անընդհատ ինձ քննադատում են, ասում են
դա գիտություն չէ, եթե նստում ես եւ կոդավորում ես տեքստը, դա ինչ գիտություն է եւ ճիշտ են ասում, բայց թվային մասնագետները այդ գործը չեն կարող անել, իրենք մասնագետներ չեն, սա հումանիտար մասնագետի ուսերին է դրված։ Ես էլ այսպես եմ մտածում, թող այս սերունդը թեկուզ մեր սերունդը զբաղվի կոդավորմամբ թեկուզ, բայց հաջորդ սերունդների համար մենք կանաչ ճանապարհ ենք բացում։ Դե կներես, էլի միջնադարյան գրիչները, որ տեքստեր էին արտագրում, իրենք է կարող են ասեն, սա ինչ գիտություն, ես ինչի է պետքա սա արտագրեմ, ես իմը կգրեմ, բայց այդ մարդիկ հասկանում են ինչքան կարևոր է ձեռագրերը այսպես ավելացնել, շատացնել եւ տարածել։ Ինձ թվում է, որ մի քիչ բան է, հա, անպայման պետք է նաև այդ կտրված չընկալես է քո արած աշխատանքը։ Քո արած աշխատանքը պետք է ընկալես ընդհանուր ոլորտի զարգացման տեսանկյունից։ Մանավանդ որ հիմա մեր գիտպետկոմը դե կա, չէ, հիմնական պահանջը տպագրվել եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ եթե մոտակա 3-5 տարվա մեջ մենք կարողանանք այդ ամբողջ թեմարանները տեղավորենք այդ այսպես big data-ի մեջ, այսպես ասած, հա, մեր այդ տպագրման մակարդակը երևի 5 տարի հետո 10-պատիկ, 20-պատիկ ավելանա, այսինքն կարելի է մի շրջան ծախսել միգուցե ձանձրալի, միգուցե ոչ այդքան երևացող աշխատանքի հետագայում թռիչքային աճ ապահովելու համար։ Եվ հատկապես շատ կարճ ժամանակում կարող ենք անել, որովհետև գործիքները անդադ զարգանում են, տեսեք, ես անդադ խոսեցի գործիքների մասին, ասեցի սա հին է։ Ես ընդամենը մի 5 տարի եմ աշխատում այս գործիքակազմով եւ տեսնում եմ, թե ինչքան արագ է զարգացել, քանի որ թվային տեխնոլոգիաները անդադ զարգանում են եւ դրան զուգընթաց զարգանում են այդ լեզվի մոդելները, տեքստի մոդելները, այդ բոլորը շատ արագ է զարգանում եւ ներկայիս այդ անդադ կրկնում նեյրոնային ցանցեր, դրանք մարդու ուղեղի կառուցվածք ունեն այդ նեյրոնային ցանցերը եւ big data-ների վրա կարող են շատ արագ big data-ները վերլուծել, պիտակավորել, այսինքն այդ գործողությունները իրենք անեն ըստ մարդու ուղեղի։ Արվել է, որ հեռանկարային մասնագիտություն, այսինքն իսկ թվում է ուսանողներին է դա կհետաքրքրի, իրենք հասկանալով, որ ապագան դրանն է, ապագան դեպի գնում է դեպի թվայնացում։ Կարծում եմ արդեն ուղղորդում են արտերկրի համալսարանները, ես այդ տենդենսը տեսնում եմ, ուսանողներին այս ուղղությամբ զարգացնում են, պատահական չէ, որ այդքան շատ մագիստրատուրաներ են բացվել, եւ առհասարակ եթե թեմաները նայեք հորիզոնի դրամաշնորհների, կտեսնեք, որ 99%-ը հումանիտարից հաղթում են այս իսկ տվյալը գիտության ամբիոնները, որ հիմա որ բացվում են այդ data science, իրենք ինչքանով են առնչվում, այսինքն իրենց կարելի է ներգրավել, իրենցից թիմեր ստեղծել, այո, հենց իրենց մասնագետներից, այսինքն ամերիկյան համալսարան ունի տվյալագիտության, ԵՊՀ-ն ունի արդեն, հա, ԵՊՀ-ն էլ բաց է։ Չգիտեմ, ամերիկյան համալսարանինը գիտեմ, իրենք էլ շահագրգռված են, ոգևորված են, բայց այնուամենայնիվ հակված եմ այն մտայնությանը, որ հումանիտար մասնագետները պետք է առաջամարտիկները լինեն, որովհետև իրենք հենց իրենց մասնագիտությամբ շատ շահեկան դիրքում են, ավելի շատ մենք պետք է ձգտենք իրենց հետ համագործակցության, իրենք չեն նախաձեռնի այս թեմաները զարգացնելու, որովհետև գումարները քիչ են կամ գրեթե չկան, այսինքն գումարի խնդիր կա, որ հա, գումարի խնդիր ցավոք սրտի գիտության մեջ միշտ կա, նո, չնայած չէ, սխալ եմ ասում, այսինքն շատ դեպքերում տեսնում ես, որ այդ գումարները օգտագործվում են մի այնպիսի տեղերում, որ առանձնապես նոր բան չի կարող ասել, իսկ այս ոլորտը լրիվ հեռանկարային ոլորտ, իսկ մատենադարանում ոնց է դրա հետ կապված իրավիճակը, որտեղ ես պատկերացնում եմ, որ ասենք մատենադարանում պետք է ամենամեծ խմբերը աշխատեն այսպես։ Դե մատենադարանը մեծ պոտենցիալ ունի, այսինքն թվայնացման, թվային ռեսուրսների եւ արդեն մոտ 60-70%-ը մեր ձեռագրերի թվայնացված է, այսինքն առաջին փուլով մենք բավականին այսպես առաջ ենք եւ մեր տնօրինությունը այս պահին շատ այսպես համարձակ քայլեր է անում այս ուղղությամբ, այսինքն ունենք թեմաներ մշակված, դիմում ենք տարբեր դրամաշնորհների եւ Հայաստանում եւ միջազգային դրամաշնորհային ծրագրերի ենք դիմում, փորձում ենք
այս գիտությունը զարգացնել եւ ունենք նաեւ համագործակցություններ դրսի համալսարանների հետ արդեն մնում է ստանանք ֆինանսավորումը եւ առաջի քայլերը անենք եւ տնօրինությունն էլ ամեն կերպ աշխատում է հասկանում է որ մի փոքր հետ ենք եւ պետք է մեծ քայլերով առաջ գնանք բայց գիտես այդ մի փոքր հետը մի քիչ իմ համար բան էր ասենք մենք հայերս միշտ այդ նորամուծությունների իննովացիաների առումով այնքան հեշտ ենք միշտ ընկալել միշտ նայում ես միջնադարյան ասենք Եվրոպան տպագրության գյուտից հետո ինչքան հեշտ հայկական համայնքները դա բան արեցին ինչքան հեշտությամբ հայերը մտան այդ տպագրության նոր գյուտի մեջ եւ սկսեցին դրանով զբաղվել այդ առումով ինձ թվում է մեզ որպես ժողովուրդ վայել չի էլի այսպես հետ մնալ որ մանավանդ որ ամեն ինչ իրոք ցույց է տալիս որ գնում է դեպի դրան, գնում է դեպի թվայնացման, գնում է դեպի արհեստական բանականությամբ այդ մեքենայական ուսուցման միջոցով բանը գիտությունը բարելավելու ուղղությամբ։ Դե, այսպես ասեմ, մեծ ֆինանսներ են անհրաժեշտ, թիմեր են անհրաժեշտ եւ նաեւ մոտեցման խնդիր է, այսինքն դու քո ռազմավարության մեջ ինչն ես առաջնահերթ համարում։ Հիմա հումանիտար գիտության բոլոր ճյուղերը պետք է դա նկատեն, կարդան, ընթերցեն, տեսնեն դրսում ինչ զարգացումներ կան եւ այդ գնան դեպի այդ նպատակը, հա, որ աշխարհը փոխվել է, հիմա թվային գործիքների դարաշրջան է, թվային մեթոդաբանության դարաշրջան է եւ դա փոխելու է հումանիտար միտքը եւ արդեն մենք տեսնում ենք փոփոխությունները դրսի աշխարհում եւ գնալ իհարկե այս սուղ միջոցներով որ գիտությանն է տրամադրվում ցավոք չեն կարող մեծ ծրագրեր իրականացնել բայց քայլ առ քայլ ֆինանսներն էլ կլինի այսինքն եթե փոքր ծրագրերից սկսենք հետո մեծացնենք որովհետեւ էլի կան տարբեր դրամաշնորհներ որ կարելի է դիմել շահել եւ նաեւ համագործակցային թեմաներ մտածել աշխարհի մակարդակով գիտնականների մակարդակով եւ այդ համագործակցությունը ապահովել, որովհետեւ հենց իրենց մանիֆեստներում դեռ 90-ականներից թվային հումանիտար գիտության առաջամարտիկները առաջին բառը որ գրում էին համագործակցություն, որովհետեւ դա մեկ մասնագիտություն չէ, այլ տարբեր մասնագետների տքնաջան աշխատանքի արդյունք է, որ այսօր ունենք Հա, բայց այնքան կարևոր բան ասցիր մի քիչ առաջ, որ բանը պետք է կարդալ եւ հասկանալ ինչ է կատարվում աշխարհում։ Դա շատ կարևոր է։ Մենք դա թերագնահատում ենք, բայց եթե դու պատրաստ չես այդ գիտության այդ վերջին նորամուծությունները, նոր արարությունները որտեգրես, ընդունես եւ մտցնես քո աշխատանքի մեջ, դու միշտ հետնապայի դիրքում ես լինելու, միշտ փորձելու ես հասնել, ուշացած ես միշտ լինելու, փորձելու ես միշտ հասնես։ Այնինչ, եթե իրոք ուշադիր լինես, մշտապես այդ նոր զարգացումներին, նոր տեխնոլոգիաների եւ գործիքներին տիրապետես, այդ զարգացումը կարող է իրոք թռիչքային լինել։ Դու կարող ես նույնիսկ շատ երկրներից այսպես թռիչք կատարես եւ առաջ անցնես, եթե դրան։ Ու նաեւ գիտես, ես իհարկե համաձայն եմ, որ շատ գումարներ է պետք, բայց ես կարծում եմ նույնիսկ գումարն է առաջնային չի։ Բանը, առաջնայինը հենց այդ գիտելիքն է, պետական մոտեցումն է եւ այսպես առաջնահերթությունները, որ մենք դնում ենք, եւ դրա հետ կապված կարող է թեմայից շեղվում ենք, բայց օրինակ ես շատ հիմա այդ արհեստական բանականության գործիքներով որ օգտվում եմ, օրինակ շատ օգտվում եմ այդ չինական DeepSeek գործիքով, որը ասենք 1000 անգամ ավելի քիչ գումար են ծախսել իրենք, ասենք, եթե Միացյալ Նահանգներում այդ ChatGPT-ին կամ բան մշակելու համար ինչ-որ միլիարդավոր դոլարներ են ծախսել, իրենք շատ ավելի քիչ գումար են ծախսել ստանալու այդ նույն գործիքը օգտագործելով մյուսների արդեն ստեղծած բաները, էլի։ Այո, դե իմ ասած գաղափարի դարաշրջանը, այսինքն լավագույն գաղափարը, եթե մեզ մոտ էլ առաջանա, իսկ մենք մեզ մոտ կա այդ ուժը, այդ ներուժը, որ կարող ենք լավ գաղափարներ ինտեգրել, բայց դուք ճիշտ ասացիք, որ մոտեցման հարց է, թե մենք առաջնահերթության, թե մենք առաջնային ենք համարում այս գիտության զարգացումը եւ տեսնում ենք, որ չէ, որովհետեւ թեկուզ քիչ չեն այն դրամաշնորհները, որ տրվում է գիտության կոմիտեի կողմից հումանիտար աշխատանքներին, հումանիտար նախագծերին կարելի է այնպես
կազմակերպել, որ 1-2 թեմա շահեն, բայց դրանք այն մեծ թեմաները լինեն, որոնք հենց այս գիտությունն են զարգացնում։ Եվ առաջնային դրվի խնդիր իսկապես կենտրոններ ստեղծելու, հումանիտար գիտությունների լաբորատորիաներ ստեղծել բոլոր ֆակուլտետներում հումանիտար, որ միայն դրանով են զբաղվելու։ Քիչ մենք կտեսնենք առաջընթացը եւ 1-2 տարի հետո, երբ որ դուք էլի ինձ հրավիրեք, ասեմ, գիտեք, մենք ոչինչ չունեինք, բայց հիմա մենք մեզ գովաբանենք, ասենք, այ միգուցե մեր զրույցը օգնեց նրան, օգնեց եւ մենք առաջ ենք նայում եւ դա իհարկե կլինի իդեալական, այսպես սուբյեկտ նաեւ բան աշխատանքի արդյունք, իսկ մի բան պատրաստել եմ, ուզում եմ ավելի վաղ տայի հետ հարցը, բայց հիմա տամ։ Իսկ նաեւ արտաքին ազդակներն են էլի ազդում վերջին հաշվով դրա վրա։ Օրինակ կոവിഡ്ը ինքը օգնեց ոլորտի զարգացմանը, թե չէ։ Ես թվում է պետք է օգնած լիներ։ Ինչ Այն որ մարդիկ ստիպված էին հերավար աշխատել, մարդիկ ամփոփված եւ փակված էին իրենց տներում, եւ օրինակ ես այդ ժամանակ զգացի ինչքան կարեւոր է շատ շտեմարաններ ունենալ։ Առաջ կարող է դրա մասին չմտածեի, գրադարանները կային, ասանելի էին արխիվը, բան, բայց հենց այն ժամանակ օրինակ սկսեցի նկատել ինչքան վատ է աշխատում մեր ազգային արխիվի կայքը, օրինակ, հա, առաջ ուշադրություն չէի դարձրել, որովհետեւ այդ պահին, ասենք, հնարավորություն, այսինքն բանը կարիքը կար եւ այդ կարիքը ստիպում էր ավելի շատ ուշադրություն դարձնել։ Փոխեց մի բան այդ երևի ավելի շատ այս AI-ի զարգացումը միգուցե այդ տարիներից սկսած AI-ը մղեց այս գիտությունը մեծ ընթացքի, մեծ զարգացման, որովհետև հենց AI-ի եւ այդ նեյրոնային ցանցերի հետ կապված ծրագրերը շատացան եւ այդ շահող նախագծերի մեջ, եթե թերթում էի եւ որոնում էի, AI-ի գրում եւ բերում էր ամբողջ ցանկի 99%-ը, որովհետեւ բոլորի էջում ամփոփման մեջ AI բառը կար։ Ես հասկացա, որ հիմա ուղղությունը դեպի դա է, հումանիտար գիտելիքի վերլուծության մեթոդոլոգիան հենց փոխվել է հենց այս արհեստական բանականության շնորհիվ։ Այլ կերպ են մտածում աշխարհում, այլ կերպ ենք մտածում մենք։ Ցավոք սրտի դա կա եւ նաեւ AI շատ դեպքերում մեր մոտ ընկալում է որպես մի ինչ-որ վտանգավոր բան, ինչ-որ վտանգ, չարիք, այնինչ ինձ թվում է, որ ոչ մի վտանգավոր բան դրանում չկա։ Այդ նաեւ երևի ժամանակին զիակարգերի տերերը միշտ այդպես մեքենաներին էին ընկալում։ Դե եթե տեսնում ենք թե ինչքան է հեշտացնում մեր աշխատանքը, այդ սև գործը, որ անում ենք տարիներ շարունակ, դա կարելի անել մի քանի րոպեում, տասնապատիկ քո ժամանակը խնայում ես այդ գործիքների շնորհիվ, բնականաբար պետք է հենց այդ ուղղություններն զարգացնել եւ քիչ ժամանակում մեծ պրոդուկտ տալ, հա, որը մի քիչ մեր հումանիտար մասնագետները չեն պատկերացնում, ինչպես կարելի է, հա, այդ գործիքների օգնությամբ փոխել համակարգը, փոխել մտածելակերպը։ Ճիշտ է, ամեն ինչ գալիս է մտածելու, այդ մտածելակերպին լայն ավելի բան մտածելու ցանկությունից եւ կարողությունից։ Լավ, Անի ջան, շատ շնորհակալություն, ֆանտաստիկ նոր թեմա է իմ համար, ես էլ լավ չեմ պատկերացնում, իսկ նույնիսկ լսողներն է կհասկանան իմ այսպես կիսատ պռատ հարցերից, որ ես փորձել էի պատրաստել, բայց ներելի է ինձ կարծում եմ, որ ինձ ներելի է, որովհետև նոր ոլորտ է, նոր ենք մտնում դրա մեջ, գոնե մեր մոտ Հայաստանում, բայց շատ հեռանկարային է ու կուզենայի, որ ինչքան հնարավոր է շատ խոսենք սրա մասին, որպեսզի նաև չգիտեմ, մեր գիտության պատասխանատուների ուշադրությունը գրավենք, որովհետև ցույց տանք, ուղղորդենք, ցույց տանք, որ սա է ուղին, որով պետք է զարգանա մեր գիտությունը։ Եվ հիմա տրամաբանորեն մեր այս վերջի ամփոփիչ հարցը ավանդական ինչին երկու հարց է իրար մեջ այսպես բան եղած ամփոփած մեկը ինչու ընդհանրապես պետք է զբաղվել հասարակագիտությամբ ընդհանրապես հումանիտար գիտությունները ում են պետք եւ ինչի համար են պետք մեր հասարակությանը դեռ շատ դեպքերում հիմա այդ հարցը բարձրացվում է մեր հասարակությունում եւ նաեւ կարիք կա բացատրելու մարդկանց որ դա կարեւոր է եւ երկրորդը ինչու դու որոշեցիր որ պետք է մտնես հենց հասարակագիտության մեջ հասարակագիտական հումանիտար գիտության մեջ եւ ինչու է զբաղվում հենց այս թեմայով այդպես 3 հարց նույնիսկ ստացվեց որից ուզում ես կարող ես սկսել երևի վերջից սկսեմ ինչու եմ զբաղվում հենց այս գիտությամբ ինչու եմ խորացել
մեր ուղղություններին ասեմ, որ ես թվային հումանիտար գիտությունների մասնագետ չեմ համարում ինձ, որովհետև այդ մասնագետը պետք է նաև լավ ծրագրավորում իմանա, ես դեռ իմ առաջին քայլերն եմ անում այս գիտության մեջ, բայց պատրաստվում եմ կատարելագործել։ Երբ որ մատենադարանում գիտական թեմա ինձ առաջարկվեց այդ բնագրի կազմումը աղվեսագրքի եւ ես սկսեցի ուսումնասիրել հասկանալ թե ավանդական բնագրագետները ինչպես են կազմում բնագիրը եւ ասացին Word ֆայլը բացի ծանոթագրությունները ներքևում տուր ես մի պահ այսպես մնացի ապշած որ այս դարաշրջանում դեռ 5 տարի առաջ 2018-ին մարդիկ Word ֆայլով գիտությունը զարգացել է ես շատ չէի հետևում բայց արդեն զարգացումներին ծանոթ էի եւ այդ ժամանակ իմ գործընկերներից մեկը ինձ հուշեց ասաց որ Վիեննայի համալսարանում Մաթեոս Ուրհայեցու ժամանակագրությունը նոր թվային գործիքներով կազմվում է միգուցե դիմես եւ քեզ օգնեն եւ լսելով իմ գործընկերոջ կարծիքը նամակ գրեցի ու այդպես ստացվեց այսինքն ես հաստատ չէի պատրաստվում թվային դարաշրջանում Word ֆայլով ավանդական այդ մեթոդով բնագիր կազմել եւ հիմա էլ շատ ուսումնասիրում եմ, կարդում եմ, հետևում եմ նորություններին եւ պատրաստվում եմ առաջիկայում ավելի զարգացնել իմ գիտելիքները այս ուղղությամբ նոր գործիքներ սովորելով թե ինչու է պետք հումանիտար գիտությունը այս հարցը գրեթե ամեն օր հնչում է տարբեր հարթակներում որովհետև այդ տեխնոլոգիաները եկել են եւ առաջնայինը մի շարք գիտություններն են եւ ոչ թե հումանիտարը եւ դա տեսնում ենք հենց շատ ու շատ նախագծերի ֆինանսավորման որ 1-2 տեղ է ընդհանրեն հումանիտար գիտությանը տրվում իսկ մնացածը եւ շատ հաճախ երբ որ խոսում ենք մյուս գիտակարգերի ներկայացուցիչներ ասում են ձեր արածը ինչ է արդյունք չկա ցույց տվեք ձեր արդյունքը այդ դեպքում ոնց ցույց տաս արդյունքը ասում եմ տեքստն է ասում եմ տեքստը ինչ արդյունք է դա ինչի մեջ եք օգտագործելու բայց դե հումանիտար գիտելիքը առաջնային է մարդու համար որպես մարդ էակ նրա զարգացման կատարելագործման վրա եւ առանց դրա չեմ պատկերացնում առանց այս հումանիտար գիտելիքի ինչպես կարող է մարդը լինել մարդ շատ այսպես կոնկրետ ասեմ եւ հատկապես այս թվային հումանիտար գիտություններով ինչու եմ այսքան ողջևորված որովհետեւ այս վիզուալացմամբ թվային հարթակների այս կոնկրետ գիտելիքներով կարող ենք մղել երիտասարդներին նոր գիտությամբ զբաղված երիտասարդ գիտնականներին ավելի արագ կողմնորոշվելու, ավելի լավ պատկերացնելու հարցերը, հարցադրումները, այսինքն այս թվային գիտությունները շատ ազդեցություն կթողնեն գիտության հետագա զարգացման վրա։ Ես մի օրինակ բերեմ, երբ որ դրսի երիտասարդ գիտնականների հետ խոսում եմ, ասում եմ ինչու չեք ընտրել հայագիտությունը, այլ ընտրել եք այլ գիտակարգ, ասում են նրանք այդ մյուս գիտություններ, օրինակ ասորագիտությունը կամ արաբագիտությունը շատ մեծ տվյալներ ունեն արդեն մշակված, այդ գիտությամբ զբաղվելը հեշտ է։ Հայերը հայագիտությունը չունի։ Այսինքն նաև դա դրան պետք է ուշադրություն դարձնել, որ դրսում էլ երիտասարդ գիտնականների հետ հոսում են գիտությամբ զբաղվել, առաջնահերթությունը տալիս են էլի այդ big data-ների, մշակված դատաներին, որոնց օգնությամբ կարող են լեզու սովորել, կարող են խորանալ այդ գիտության մեջ եւ զարգացնել այդ գիտությունը։ Հա, երկու շատ կարևոր բան ասացիր, կուզենամ նորից ընդգծեմ։ Ես միշտ իմ սիրած հարցերից է եւ բոլոր հյուրերին որ հարցնում եմ վերջում ինձ թվում է գիտական հոդված կարող եմ գրել դրա մասին, ինչպես են հասարակագետները բացատրում կամ արտարացնում կամ պատճառաբանում գոյություններ, բա, որ հենց սա է հասարակական գիտություններն են, որ մարդուն դարձնում են մարդ։ Եվ վերջում մենք որպես էակ տարբերվում ենք այլ էակներից, հա, կենթանական աշխարհի նրանով, որ մենք փորձում ենք
հասկանանք ով ենք մենք հասարակության մեջ, որպես հասարակության անդամ, ոչ թե զուտ որպես ֆիզիկական մարմին, եւ երկրորդ բանը, էլի շատ կարեւոր է, որ այդ հասանելիությունը մեր, ասենք հայագիտության, հա, մեր պատմության, մեր, չգիտեմ, լեզվի կամ մեր գրականության կամ այդ հարակից ճյուղերի հայագիտության լայն իմաստով, հասանելիությունը մենք կարողանանք ապահովենք նաեւ ուրիշների համար։ Մենք ընդհանրապես աշխարհում լավ քանի միլիոն մարդ ենք, որ հայերեն ենք խոսում, լավ 5-6 միլիոն, ես նույնիսկ այսպես շատ իմ կարծիքով նույնիսկ գերա այսպես թիվը շատ մեծ թիվ եմ ասում, եւ եթե մենք մնանք այդ գիտության որպես զբաղվող հայագիտությամբ զբաղվողները թողնենք միայն մեր հույսին, մեր հայերի հույսին, ինձ թվում է, որ դա ոչ մի լավ տեղ չի բերի եւ եթե մենք ուզում ենք այն դարձնենք միջազգային լեզու, ուրեմն պետք է data ունենանք, պետք է հասանելի եւ ճիշտ ես ասում, դարձնենք ավելի հեշտ, որովհետեւ ուսանող է, ինքը միշտ փորձում է գնալ հեշտ ճանապարհով, եթե ինքը ավելի հեշտ ճանապարհը ասորագիտությունն է, ամենայն հարգանքով ասորագիտության նկատմամբ, ինքը անպայման կընտրի ասորագիտությունը եւ ոչ թե հայագիտությունը։ Այդ առումով սա էլի այդ ռազմավարական լինելու մասին եմ ուզում էլի շեշտեմ այս ոլորտի եւ թվայնացման։ Անի ջան, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։